2026 թվականին քաղաքաշինության ոլորտում լիցենզիա ունեցող բոլոր կազմակերպությունների, նախագծողների, փորձաքննողների, շինարարություն իրականացնողների համար ներդրվելու է վարկանիշային համակարգ, եւ այդ համակարգի տրամադրած տեղեկությունների հիման վրա գնահատվելու են այդ ընկերությունների մատուցած որակական ծառայությունները, որոնց միջոցով վերահսկողություն է սահմանվելու անբարեխիղճ կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին հայտնեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։ Ըստ նրա, համակարգը գործելու է ինքնաշխատ եղանակով, ստուգվելու են ինչպես ՊԵԿ-ի ընկերությունների վերաբերյալ տրամադրած տեղեկությունները, այնպես էլ վերջին 3 տարվա նրանց գործունեությունը, որն էլ ձևավորելու է վարկանիշային աուսյակը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված են այն չափորոշիչները եւ միավորները, ամեն ինչը շատ հստակ է, յուրաքանչյուր բաց թողման համար քանի միավոր է դուրս գալիս վարկանիշից եւ յուրաքանչյուր պատշաճ կատարման համար քանի միավոր է գումարվում իր վարկանիշի վրա։ Այդ բոլորը բանաձևը, չափորոշիչները բոլորը հստակ նկարագրված են, մենք փորձել ենք այնպես անենք, որ մարդկային գործոնը հասցնենք նվազագույնի գրեթե բացառելով։ Վարդանյանն անդրադառնալով կոմիտեի 2025 թվականի ձեռքբերումներին եւ գործունեությանը առանձնացրեց ոլորտային 5 ուղղություններ՝ քաղաքաշինական նորմերի մշակում եւ արդիականացում, քաղաքաշինական գործընթացների կանոնակարգում, պարզեցում, հստակեցում, քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորում, վարկանիշավորում եւ մոնիթորինգ, բնակարանային ֆոնդի կառավարում եւ զարգացման ծրագրեր, կապիտալ շինարարական ծրագրերի իրականացում։ Կոմիտեի նախագահի տրամադրած տվյալների համաձայն շինարարական ոլորտում 2024 թվականի 11 ամիսների համեմատ 2025 թվականին գրանցվել է 20%-ից ավելի աճ, շինարարական աշխատանքների շրջանառությունը հասցնելով ավելի քան 645 միլիարդ դրամի, իսկ քաղաքաշինության կոմիտեն էլ նույն թվականին բազմաթիվ ծրագրեր է համակարգել։ Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականի ընթացքում համակարգել է 101 շինարարական ծրագրեր եւ շուրջ 70 նախագծային ծրագրեր։ Այս շինարարական ծրագրերի մեջ ներառում են ինչպես դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, մշակութային հաստատություններ, մարզադահլիճներ եւ բնակելի շենքեր եւ այսպես շարունակ, իսկ նախագծային ծրագրերը ուզում եմ նշեմ, որ իրենց մեջ ներառում են արդեն հաջորդ 300 դպրոցների համար նախագծային աշխատանքները։ Բանախոս առանձնացրեց նաև մթնոլորտային օդի աղտոտվածության պատճառներից մեկի շինարարության գործոնը նվազագույնի հասցնելու կոմիտեի կողմից ձեռնարկված քայլերը, նորմատիվների մշակումն ու սահմանված պահանջները, որով պետք է առաջնորդվեն շինարարական կազմակերպությունները։ Նորմերին համապատասխանելու համար շինարարական կազմակերպություններին ժամանակ է տրվել մինչև այս տարվա մայիս ամիսը։ Հավելեց Վարդանյանն ու շարադրեց այն պահանջները, որին պետք է համապատասխանեն շինաշխատանքներ իրականացնող ընկերությունները։ Սահմանել ենք պարտադիր պահանջ փոշե ճնշիչ, փոշե զսպիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ ենք սահմանել, որ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով եւ մի շարք այլ պահանջներ ենք սահմանել, որոնք վերցրել ենք միջազգային փորձից, նմանատիպ ստանդարտներից եւ կարծում եմ էականորեն, երբ որ այս նորմը կմտնի գործողության մեջ, շինարարության գործոնը մթնոլորտային օդի աղտոտվածության մասով կհասվի նվազագույնի։ Կազմվել եւ մշակվել են հրդեհային անվտանգության պահպանման, սեյսմականության, բարձրարկ շենքերի միջազգային չափանիշների համապատասխանող նորմեր, անվտանգության պահպանման ուղեցույցներ, շարունակեց վերջինս հավելելով, որ Տավուշի եւ Լոռու մարզերում տարերային աղետից հետո կոմիտեի պատվերով մշակվել են մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը, որոնք առաջիկայում կանցնեն պետական համալիր փորձաքննություն։ Սկսենք նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրել մետաղական կոնստրուկցիաներով կամուրջներ, որոնք ցանկացած տեղամասում կարող ենք այդ տարրերը միացնելով հավաքել եւ ստանալ այսօրվա պահանջներին համապատասխան կրողունակություն ունեցող կամուրջներ։ Նշենք, որ կոմիտեի համակարգման մշակվել է Հարսնակար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2.8 կիլոմետր երկարությամբ եւ 6.5 մետր լայնությամբ ճեմուղու նախագիծը, իսկ շինաշխատանքները մեկնարկելու են այս տարի։